Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի նախաձեռնությամբ ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ նախաձեռնելու սահմանադրական լիազորությունը մեր կարծիքով կոչված է հնարավորություն տալ ազգային ժողովում ներկայացված փոքրամասնությանը իր համար նախընտրելի ժամկետներում եւ օրակարգով ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ հրավիրել։ Ակնհայտ է նաև, որ ազգային ժողովի փոքրամասնության արտահերթ նստաշրջան կամ նիստ հրավիրելու լիազորության իրագործումը սահմանադրությունը մեր չի կապում կամ պայմանավորում ազգային ժողովի մեծամասնության կամքի կամ ցանկության այս կամ այն դրսևորման հետ։ Ընդհանրապես նիստ հրավիրելու մասին, արտահերթ նիստ ու նստաշրջան, մենք որևէ տեղ սահմանադրության մեջ չենք խոսում։ Եվ այստեղից է եկել, կարծում եմ, դիմողների հիմնական սխալը, որտեղ երբ ասում ես հրավիրելը իր մեջ ընդգրկում է բազմաթիվ այլ լիազորություններ։ Բայց մեր սահմանադրությունը խոսում է ընդամենը երկու տերմինների մասին՝ նախաձեռնել, գումարել։ Նախաձեռնողները երեքն են, ոչ թե հրավիրողները։ Այստեղից է սխալը գալիս։ Հրավիրվել է արտահերթ նիստ եւ նիստը չի կայացել բացակայության չներկայանալու պատճառով։ Այդ չներկայանալու երևույթը ինչպես եք դուք գնահատում, դա քաղաքական ինչ-որ ակցիա է, թե դա ընդհանրապես այսպես կոչված աշխատանքային կարգապահության խախտում կամ օրենքի խախտում։ Տվյալ դեպքում դա քաղաքական բոյկոտ է եղել։ Օգտագործելով այ կանոնադրական այն դրույթը, որ եթե կեսից ավելին չեն գրանցվում առավոտյան նիստը սկսելիս կամ երբ որ նիստը սկսվում է, տվյալ դեպքում արտահերթի մասին է խոսքը, նիստը ըստ էության կանոնակարգի համաձայն չի կարող սկսվել, բայց խնդիրը նա է, որ մեր պատգամավորները այսպես չեն տառապում կարգապահությամբ, մեղմ եմ ասում, եւ գրանցումից վայրկյաններ կամ րոպեներ անց առավել եւս քվեարկություններից անմիջապես լքում են նիստերի դահլիճը։ Տվյալ դեպքում այս չներկայանալու հանգամանքը կամ փաստը լինելով քաղաքական որոշման արդյունք մեր ենթադրությամբ օգտագործել են այդ պատգամավորները կանոնադրական այն իրավունքը, այն այսպես սողանքը, որով իրավունք ունեն նաև չներկայանալ